Որևէ նոր բան ձեզ չենք հայտնելու, ինչ-որ կանխատեսվում էր տեղի ունեցավ, այո, բնականաբար, ասում էլ քննեցի 2 ամսով, շփման սահմանափակումներով, արդեն դատական ակտը կստանանք, սա կահվածքն ընդհանրապես եւ բողոք կներկայացնենք։ Ուր են տեղափոխելու։ Դեռ հայտնի չի։ Կիմանանք, ինչը վաղը կիմանանք։ Ոնց մինչև վաղը փայլու են ստեղ։ Անելու են, բայց մենք վաղը կիմանանք։ Որոշում բողոքարկելու հետ կապված մտադրություն չունեք։ Միանշանակ բողոքարկելու ենք, որովհետև բազմաթիվ հանգամանքներ կան, որ այս որոշումը ապօրին են դարձնում, մեկը կասում, որպեսզի գործի հանգամանքներին չանդրադառնամ դետալներին, որ այս դատարանակն այդ ապօրինի դատական կազմով էր քննում եւ Մաս Մելքոնյանը բացարկի ենթակա դատավոր էր։ Սա հիմքերից մեկն է։ Այս ներկայապահին սա կասեմ, դետալները արդեն գործի նախաքննական գաղտնիք կազմող հանգամանքներ են։ Իսկ ինչ մեխանիզմներով եք պլանավորում բողոքարկումը իրականացնել Հայաստանի ներսի։ Եվ ներսում եւ դրսում սահմանափակումներ չունենք։ Այս մասնագիտական պլանավորման մեջ։ Ոչ ահաբեկչական ձևերով։ Նայած մեկն է։ Երկու բառ էլ ես ասեմ, էլի սրբազան պայքարի